Լուսինե Բաղդասարյանն այս տարի Լեռնոտ բնակավայրի միակ շրջանավարտն է, ում դպրոցական վերջին զանգը տոն դարձնելու հարցում օգնել են գյուղի դպրոցի տարբեր դասարանների աշակերտներն ու ուսուցիչները։ Ես ու խոնար մի աղջիկ, պարտաճանար ու բարի, արժանի է Հովասանքի, Լուսինեն է մեր խելացի։ Համ ուրախ եմ, համ տխուր եմ։ 12 տարիները շատ լավ են անցել մեր դպրոցով, մենք քիչ ենք, բայց լավն ենք։ Լեռնոտի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրությունը վաղ առավոտից էր տիրում։ Դպրոցի ընդհանուր թվով 11 աշակերտները միասնաբար աշխատել էին Լուսինեի վերջին դպրոցական օրը հիշարժան դարձնելու համար։ Այս փոքրիկ գյուղի մեծ օրը նվիրված էր հայրենիքի հանդեպ սիրո, ուսուցիչների նկատմամբ երախտագիտության, մանկության ու դպրոցական անցյալին հրաժեշտ տալու ջերմությանը։ Շնորհակալություն Բարգայր մեծ բաշարի համար, որ այսօր տարում եմ ինձ։ Ինձնից մեծ տղա կար, 2 տարի առաջ ավարտել դպրոցի հայատը, սիրում ծաղիկներ կար, ուղղակի ծաղիկներին հասնելու ճանապարհը քիչ բարդ էր, պետք է ինչ-որ փշալարեր հատեինք։ Ինքը շատ սա ու լավ անցա, ես մնացի, այդ փշալարերը ձիպաներիցին, այստեղ քիթս վնասեցի ու մինչև հիմի հիշեմ գը, ու չեմ էլ կրնեմ մոռանալ, համ էլի լավ դեպքի, համ վատ դեպքի, ստին մնաց հիշողություն է ինձի, ես մեր դպրոցից շատ գոհ եմ, շատ լավ Մարզի տարբեր կրթօջախներում է այսօր հնչել դպրոցական վերջին զանգը, նախ Գյումրու 40, ապա երկրորդ դպրոցում է եղել Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, ապա շտապել հենց Լեռնոտ բնակավայրի միջնակարգ դպրոց։ Այսօրվա խորհուրդը իմ համար հենց այն է, որ մեկ հոգին բերես դպրոցին վերջի զանգ, մեկ հոգին բերես գյուղին այսօր վերջի զանգ ու մի հոգին այսօր կարողացավ տոն դարձնել գյուղը եւ գյուղ բերել այսքան մարդկանց։ 2024-ից 2025 ուսումնական տարում Շիրակի մարզում դպրոցին հրաժեշտ է տալիս 1804 12-րդ դասարանցի, որից 854-ը Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հաստատությունների շրջանավարտներն են, 9-րդ դասարանն ավարտում է 3017 աշակերտ, 2620-ը մարզպետի աշխատակազմի ենթակայության դպրոցների աշակերտներ։ Նախ ուզում եմ շնորհավորել մեր մարզի 1804 12-րդ դասարանցիներին, շրջանավարտներին եւ 3017 9-րդ դասարանի շրջանավարտներին։ Ուզում եմ խորին շնորհակալությունը հայտնել մանկավարժներին, դպրոցների անձնակազմերին, որ կարողացել են նման սերունդ կրտել եւ մեր երկրի ապագան այլ ավելի լավը դարձնել։ Նշենք, որ մարզում 7 դպրոց չունի 12-րդ դասարանցի, 7 դպրոց ունի մեկական շրջանավարտ, 9 դպրոց 2 շրջանավարտ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վան Կունի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին 5 տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության եւ ներդրումների համար։ Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության եւ ջերմ ընդունելության համար ու նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ տպավորված է մեր երկրից, ինչպես նաև հայ գործընկերների ու գիտությունների ակադեմիայի գործունեությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սեյսմիկ անվտանգության եւ հարակից ոլորտներում հայ-չինական համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները եւ ընդհանրապես երկրի ներքի հետազոտությունները ոչ միայն սեյսմոլոգիայի, այլև տնտեսության, հանքարդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից դրանց կիրառական նշանակությամբ։ Զրույցի ընթացքում շեշտվել է տվյալների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման եւ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ գործակցության կարեւորությունը, ինչը կնպաստի երկրաշարժերի մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայությանը։ Գյումրիում կայացավ սեյսմոերկրադինամիկական ցանցի եւ տվյալների հավաքագրման ու մշակման հայ-չինական կենտրոնի բացումը։
Այն տեղակայված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում։ Համակարգը հնարավորություն է տալիս Հայաստանի հյուսիսում գործող գիտաշխատողներին վայրկյանների ճշգրտությամբ արձանագրել երկրաշարժերը ամբողջ աշխարհում։ Սեյսմոերգոդինամիկական կայանները, նմանատիպ համալիր կայանները Կովկասի տարածաշրջանում միակն են, ուրեմն կայանների հնարավորությունները բավականին մեծ են, տեղադրված են ժամանակակից բարձր ճշտությամբ սարքավորումներ, որը հնարավորություն է տալիս նույնիսկ 15,000 կիլոմետրի ուրեմն վրա ֆիքսել երկրաշարժեր։ 2018-ից մեկնարկած հայ-չինական համագործակցությամբ Հայաստանում հիմնվել է սեյսմոերկրադինամիկական 8 կայաններից բաղկացած ցանց, իսկ նոր բացված կենտրոնում մշակվելու և համակարգվելու են կայաններից ստացված տեղեկությունները։ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Չինաստանի երկրաշարժերի վարչության երկրաֆիզիկայի ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այսպիսով սեյսմոերկրադինամիկական ցանցի ու Գյումրու կենտրոնի բացմամբ նոր հիմքերի վրա է դրվում հայ-չինական գիտական մտքի գործակցությունը։ Սա շատ կարևոր համագործակցություն է։ Այսուհետ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որը օգտագործում է նման բարձրակարգ տեխնոլոգիաներ։ Երեք Հունաստանում եղած երկրաշարժը այստեղ արդեն գրանցել էին, ինչը խոսում է կենտրոնի արդյունավետ աշխատանքի մասին։ Չինաստանը այսօր աշխարհում առաջիններից մեկն է բոլոր ոլորտներում, եւ այս ոլորտում նույնպես եւ այդ ներդրումը, որը կատարել է չինական ընկերությունը, մոտավորապես 1.4 միլիոն դոլարի կարգի եւ այստեղ Հայաստանի 5 շրջաներում ստեղծել է այդպիսի մոնիտորինգի, այսինքն երկրաշարժերի գրանցման մոնիտորինգի կենտրոն, դա շատ կարևոր է։ Միջոցառման շրջանակում ցուցադրվեց նաև կարճամետրաժ փաստագրական ֆիլմ սեյսմիկ ոլորտում հայ-չինական գործընկերության մասին, որի հիմքերը դրվել են դեռևս 1950-ականներին։ Ֆիլմում ներկայացվում է նաև չինական կողմի նամակը ուղղված Գյումրու երկրաֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր Նազարովին։ Արմեն Նազարովը հանդիսանում էր նաև սեյսմոկայուն շինարարության Հայաստանի դպրոցի հիմնադիրը, այդ գրությունը, որը ուղղված է եղել ակադեմիկոս Նազարովին, հստակ գրության մեջ նշված է եղել 20 հատ բազմաճորճանագործ սեյսմոչափներ են խնդրում տեղադրել, ուրեմն երկրաշարժագիտության ոլորտում երկրաշարժի մշտադիտարկման նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում։ Կայացավ նաև արտագնան նիստ նոր կառուցված բյուրական սեյսմոերկրադինամիկական կայանում։ Չինական պատվիրակությունը կհյուրընկալվի Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ կստորագրվի գիտատեխնիկական ոլորտում համագործակցության հուշագիր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի երկրաշարժերի վարչության միջև, որի շրջանակում կիրականացվեն սեյսմիկ վտանգի գնահատման ու ռիսկի նվազեցման ուղղված նախագծեր։ Կառնուցի ֆերմերը 3 տարի առաջ երկընտրանքի մեջ էր, այծեր պահել կաթից էլ մոցարելա պանիր արտադրել, թե տոհմային ոչխարաբուծությամբ զբաղվել։ Երկար ծանրութ հետևից հետո նախապատվությունը տվեց երկրորդ բիզնես մտքին։ Շիրակի մարզում առաջին ինքն էր, որ Ֆրանսիայից բլանշ ցեղատեսակի տոհմայիններ բերեց։ Նորեկները հյուսիսի ցուրտ կլիմային սպասվածից հեշտ հարմարվեցին։ Մեր ֆրանսիական ոչխարները շատ աշխուժ են, շատ եռանդուն, օրական մինչև 20-ից 25 կիլոմետր կարողանում են գնալ հանդերում, արածել հետ կան։ Հայրենի գյուղում սերնդեսերունդ անասնապահությամբ են զբաղվել, տեղական ոչխարների փոխարեն տոհմայիններ պահել բազմացնել որոշեց, երբ հաշվարկներ արեց, որ գործումներ դրած ջանքից շահույթն ավելին կլինի։ Մեր տեղական հետ համեմատած 20-ից 30% բարձր մտերատվություն ունեն, պահանջարկ արդեն Հայաստանում կա, մեռամեռնի միսը շատ համեղ միս է։ Արժեքներն էլ թանկ է, ինքը մեր տեղական հետ համեմատած 5-ից 6000 դրամ է 1 կիլոգրամը։ Սուբսիդավորվող տոկոսագումարներով կառուցած ընդարձակ ֆերմայի սպիտակամորթ բնակիչների քանակը 2 տարում գրեթե կրկնապատկվել է, 239 կենդաներ ներկրել, հիմա մոտ 500-ն ունի չհաշված, որ ընթացքում նաև վաճառել է։ Բլանշերը ոչ միայն մսատվությամբ են շռայլ, պտղաբերությամբ նույնպես։ Տեղական ոչխարը տարին մի անգամ է ծակ տալիս եւ մի հատ է տալիս, շատ հազվադեպ դեպքերում են լինում, որ 2 հատ են տալիս, բայց այս սորտը արդեն երկրորդ ծերունդն ենք ստացել ներկրածից, 60-65%-ը զույգ են բերում։ 2022-ին կենդանիներին գնեց սեփական միջոցներով, որից հետո պետությունից ծախսի 23%-ի փոխհատուցում ստացավ որպես աջակցություն ոչխարաբուծության զարգացման ծրագրով։
2019-ից 23-ի ընթացքում ծրագիրը 2 բաղադրիչով էր աջակցություն նախատեսում, վարկերի տոկոսների սուբսիդավորում ու փոխհատուցում ներկրված մանր եղջերավորի արժեքի մինչև 27%-ի չափով։ Ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման նոր ընթացիկ քառամյա ծրագրով գործում է բաղադրիչներից մեկը՝ փոխհատուցմանը լավարկված պայմաններով։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել տոհմային բարձրարժեք ոչխարների այծերի արժեքի 50%-ի չափով, եթե տեղի շուկայից ձեռք բերեն, ապա մինչև 300,000 դրամի 50%-ը, եթե արտերկրից ներկրեն, մինչև 450,000 դրամի 50%-ն է նախատեսվում փոխհատուցել։ Մեր երկրի բնատնտեսական ներուժը նպաստավոր է անասնաբուծության զարգացման համար, ոչխարաբուծությունը խթանելու համար արոտավայրերի խնդիր չունենք։ Հակառակը ունենք չօգտագործվող ընդարձակ տարածություններ, որոնց արդյունավետ օգտագործման դեպքում առանց բնապահպանական խնդիրներ հարուցելու հնարավոր կլինի մանր եղջերավորների գլխաքանակն էական ավելացնել, նաև արտահանման ցուցանիշները փոխել, տարեկան հասցնելով մինչև 400,000-ի։ 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների ունենք շուրջ 685,000 գլուխ մանր եղջերավոր կենդանի։ Ծրագրի 24-28 թվականների ընթացքում նախատեսվում է 10,000 գլխի ձեռքբերում եւ տեղի շուկայից եւ արտերկրից։ Ակնկալում ենք, որ հետագա տարիներին կստացվի առնվազն 20,000 սերունդ։ Գենոֆոնդն ենք լավացնում, կավելանա պտղատվությունը, աճի ինտենսիվությունը, սեզոնայնությունը, զուգավորման կարող է փոփոխվել։ Կառնոցի ֆերմերը վստահեցնում է, որ ներմուծած ֆրանսիական բլանշերից Շիրակում ծնված սերունդն ավելի տոկուն է, ավելի ադապտացված մեր բնակլիմայական միջավայրին։ Կողքից իր բռնած գործի հաջողությունն աչքի տակ ունենալով շատերն են մոտենում, փորձում ներգրավել գործում, իր ռեսուրսներն էլ արդեն թույլ են տալիս դառնալ ծրագրի գործընկեր։ Տոմային քարտերը լրացրել ենք, մարտիկ կաներ հետարկրվում են, պայմանավորություն ունենք արդեն, որ մեր բուծածները գնեն եւ նոր ֆիրմա յանքին։ 2024-ից 28 թվականների ծրագրի բյուջեն 1 միլիարդ 950 միլիոն դրամ է, միայն 2025-ին նախատեսվում է տրամադրել մոտ 290 միլիոն դրամ փոխհատուցում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն չունի դա անելու ցանկություն։ Ըստ նրա, նման ցանկության բացակայության պատճառն իսլամական հեղափոխության առաջնորդի ֆեթվան է, որն արգելում է միջուկային զենքը։ Մայիսի 23-ին Հռոմում Միացյալ Նահանգների հետ նախատեսված միջուկային հիմնախնդրի հարցով բանակցությունների 5-րդ փուլին ընթരാճ Արաղչին Իրանի ազգային հեռուստատեսության եթերում ընդգծել է, որ Թեհրանը չի զիջելու իր միջուկային իրավունքները։ Նրա խոսքով 2015 թվականի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը դեռևս մեռած չէ, բայց այն նաև չի կարող վերականգնվել։ Ըստ Արաղչիի, համաձայնագրի վերականգնումն Իրանին օգուտ չի տա։ Մեր միջուկային ծրագիրը, այդ թվում ուրանի հարստացումը պետք է շարունակվի։ Այդուամենայնիվ, մենք պատրաստ ենք վստահության կառուցման եւ թափանցիկության միջոցներ ձեռնարկել եւ համաձայնել ավելի լայն մշտադիտարկման, քանի որ վստահ ենք մեր ծրագրի խաղաղ բնույթի հարցում, ասել է նա։ Արաղչին նաև նշել է, որ եվրոպացիները ցանկանում են մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցություններին, սպառնալով գործարկել 2015 թվականի միջուկային համաձայնագրում ներառված հատուկ մեխանիզմը, որով նրանք կարող են վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։ Եվրոպան ոչ մի դերակատարում չունի մեր եւ Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններում։ Եթե Եվրոպան ցանկանում է դերակատարում ունենալ, ապա պետք է հրաժարվի Իրանի նկատմամբ իր թշնամական եւ առճակատման քաղաքականությունից, ասել է Իրանի արտգործնախարարը։ Նա եվրոպացի պաշտոնյաներին խորհուրդ է տվել չգործարկել հատուկ մեխանիզմը, քանի որ դա ճգնաժամի մեջ կդնի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Արաղչին ասել է, թե մայիսի 23-ին պարզ կլինի, արդյոք մյուս կողմը պատրաստ է վերանայել իր դիրքորոշումները։ Իրանի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ մայիսի 22-ին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին իրանական միջուկային օբյեկտների դեմ Իսրայելի սպառնալիքների մասին։ Ես հստակ նշել եմ, որ մենք պատրաստ ենք վճռական պատասխանի, եւ եթե սպառնալիքները շարունակվեն, ապա մենք ստիպված կլինենք հատուկ միջոցներ ձեռնարկել մեր օբյեկտները պաշտպանելու համար, հայտարարել է Արաղչին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Վաշինգտոնում հրեական թանգարանի մոտ Իսրայելի դեսպանատան 2 աշխատակիցների սպանությունը։ Նրանք արդյունավետ քննարկում են ունեցել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Խոսնակը նշել է, որ Թրամփը վշտացած եւ վրդովված է կրակոցներից։ Լևիթի խոսքով երկու ղեկավարները նաև քննարկել են Իրանի թեման մայիսի 23-ին Հռոմում Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններից առաջ։ Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրության համաձայն Թրամփը Նեթանյահուի
Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակցի սպանության կապակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին Միացյալ Նահանգներում հակասեմականության դեմ պայքարի նպատակով իր եւ իր վարչակազմի գործադրած ջանքերի համար, նշված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին։ Նեթանյահուի գրասենյակի հայտարարության համաձայն զրույցի ընթացքում նախագահ Թրամփն աջակցություն է հայտնել վարչապետ Նեթանյահուի ջանքերին բոլոր պատանդներին ազատ արձակելու, Համասը ջախջախելու եւ Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրն առաջ մղելու նպատակներին հասնելու ուղղությամբ։ Եվրամիության խորհուրդը մայիսի 27-ին լսումներ կանցկացնի Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցով Եվրոպական միության վերաբերյալ պայմանագրի 7-րդ հոդվածին համապատասխան։ Այդ մասին նշված է Եվրամիության խորհրդի կայքում։ Միության մասին պայմանագրի 7-րդ հոդվածը նախատեսում է Եվրամիության անդամ պետությունների առանձին իրավունքների, այդ թվում Եվրամիության խորհրդում երկրի ներկայացուցչի ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն ընդհանուր արժեքներին հակասող գործողությունների դեպքում։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Եվրամիության շատ պաշտոնյաներ քննարկել են Հունգարիային ձայնի իրավունքից զրկելու հարցը, քանի որ Բուդապեշտը արգելափակում է Եվրամիության առանցքային այն որոշումները, որոնք վերաբերում են Ռուսաստանին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել է Հարվարդի համալսարանին ընդունել օտարերկրյա ուսանողների։ Ամերիկայի ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոյեմի հրամանով չեղարկվել է ուսանողների փոխանակման ծրագիր իրականացնելու համալսարանի լիազորագիրը։ Հարվարդը մեղադրվել է բռնություն եւ հակասեմականություն խրախուսելու եւ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցելու համար։ Ամերիկյան այս հեղինակավոր համալսարանն այլևս չի կարող օտարերկրացիներին տրամադրել Միացյալ Նահանգների ուսանողական վիզաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Օտարերկրյա ուսանողները, որոնք արդեն սովորում են Հարվարդում, պետք է տեղափոխվեն այլ բուհեր, հակառակ դեպքում կզրկվեն երկրում գտնվելու իրավունքից։ Համալսարանի ղեկավարությունը Թրամփի վարչակազմի գործողություններն անվանել է անօրինական, նշելով, որ դրանք խաթարում են համալսարանի ակադեմիական եւ հետազոտական առաքելությունը։ Հարվարդն այժմ ունի մոտ 7000 օտարերկրյա ուսանող 140 երկրից, ինչը կազմում է ուսանողների ընդհանուր թվի ավելի քան 1/4-ը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկել է բանտային բարեփոխումներ, որոնք թույլ կտան Անգլիայում եւ Ուելսում պայմանական սկզբունքով վաղաժամկետ ազատ արձակել բանտարկյալների մեծ մասին իրենց պատժի 1/3-ը կրելուց հետո։ Այս նախաձեռնության պատճառը բանտերի գերբեռնված լինելն է, որը դեռևս չի հաջողվում լուծել։ 2024 թվականին այդ նույն պատճառով լեյբորիստական կառավարությունը որոշել էր ազատ արձակել 5 տարուց ավելի ազատազրկման դատապարտված հանցագործներին իրենց պատժի ժամկետի 40%-ը կրելուց հետո։ Սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ազատ էր արձակվել ավելի քան 16000 բանտարկյալ։ Ելույթ ունենալով համայնքների պալատում Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Շաբանա Մահմուդը հայտարարել է, որ նոր նախաձեռնությունը չի վերաբերի հատկապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածներին։ Նրանք, ինչպես նախկինում, պետք է կրեն իրենց պատժի առնվազն 2/3-ը։ Նույնը վերաբերում է նաև ահաբեկչության համար դատապարտվածներին։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան եւ Թուրքիա հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ։ Շարիֆը շնորհակալություն է հայտնել նրանց Հնդկաստանի հետ վերջին լարվածության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Հաղորդվում է, որ այցի նպատակն այդ երկրների հետ դիվանագիտական կապերի ամրապնդումն է, ակնկալվում է, որ Ադրբեջան այցի ընթացքում Շարիֆը կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թանգարանների գիշերի եւ թանգարանների միջազգային օրվա շրջանակում ոչ միայն ոլորտի մասնագետները, այլև ոլորտով հետաքրքրված մարդիկ եւս մեկ անգամ անդրադառնում են թանգարանների դերին ու նշանակությանը ամեն վայրկյան տեխնոլոգիական փոփոխությունների ենթարկվող աշխարհում։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը վեր է հանում խեցեգործության պատմությունը եւ Գավառի գեղարվեստի դպրոցի հետ համատեղ ներկայացնում հնագույն այդ արհեստի տեխնոլոգիական զարգացումը։ Հնագույն կերամիկայի օրնամենտացիան կարելի է բաժանել հիմնական բնորոշ հատկանիշներին՝ գծային, երիզային, ժապավենային եւ ուռուցիկ։ Պեղումների ժամանակ հայտնաբերված կավե ամանները կարելի է բաժանել 4 հիմնական տիպերի՝ թակույկներ, գավեր եւ կուլաներ, սկահակներ եւ գավաթներ։ Թանգարանում ցուցադրվող հնագույն եւ ժամանակակից խեցեղենը պատանի ստեղծագործողների համար լավագույն բնօրինակն է։ Ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են դրանք, փորձում են վերարտադրել։ Թանգարանների գիշերի նոր ցուցադրությունն էլ կազմված է հենց աշակերտների ձեռքի աշխատանքներից։ Նրանք ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները, ինչպես նաև բացվել է ցուցադրություն, որը կմնա եւս մի քանի օր, կծանոթանան երեխաների կատարած ձեռքի աշխատանքներին, գունավոր խեցեղենին, որը ինչպես գիտենք ունի հնագույն պատմություն։ Մեր աշակերտները բազմաթիվ անգամներ այցելում են եւ օգտվում են տեղի նմուշներից, ավանդական
խեցեգործության տեսակներից եւ դպրոցում էլ բոլոր տեսակներով աշխատում են, ծանոթ են եւ աշխատանքային 3 տեսակների հետ եւ նաեւ հետագա մշակման բոլոր փուլերը անցկացվում է դպրոցում։ Կավե իրերի ստեղծման ընթացքով հետաքրքրված այցելուները հնարավորություն են ունենում հետևելու պատանի կավագործների աշխատանքին։ Թանգարանային մթնոլորտը ոգեշնչող է, իսկ հազարամյա խեցեղենի կողքին իրենց ստեղծագործությունների ցուցադրությունը ոգևորիչ։ Այստեղ ծանոթացանք հնագույն կավից պատրաստված նմուշների, նրանք մեզ շատ ոգեշնչեցին եւ մենք այստեղ պատրաստեցինք մեր իրերը հայկական հնագույն տեխնիկայով, այդ տեխնիկան կավի գլանները իրար վրա դասավորելու եւ այնուհետեւ ձեռքով հարթեցնելուց է կազմված։ Երեխաները տեղում ցուցադրեցին խեցեգործության 2 տեսակ շրջանակներում կարողացանք այստեղ սեղանի դուրգի եւ ավանդական, այսպես ասած, լոնրի ստեղծման տեսակով կատարվող աշխատանքներն իհարկե դպրոցում նաեւ կատարում են էլեկտրական դուրգի վրա ստեղծվող տեխնիկայով։ Իսկ ահագավառի համար 2 միջնակարգ դպրոցի աշակերտները դառնում են թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառման գլխավոր դերակատարները, անդրադառնալով հայկական ազգային երաժշտության ու պարի ակունքներին։ Հայ երաժշտություն իմ ազգային հոգու կանչ խորագրով միջոցառմամբ դպրոցականները կարևորում են առհասարակ բոլոր ազգային արժեքների պահպանումն ու տարածումը։ Հայաստանի ամենահեռավոր ու սահմանամերձ այս բնակավայր այցելողներ գրեթե չկան։ Մարդկանց հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են։ Այստեղ ապրուստը կախված է եղանակից, հողից ու համբերությունից։ Նռնաձորում արդեն շուրջ 35 տարի ընտանիքով բնակություն է հաստատել Վաչիկը։ 4 երեխա ունեմ, անասնապահություն է իմը հիմնականը։ Երեխա վաղտ ենք եկել, ստե դպրոց եմ գնացել, ստե բանակ եմ գնացել։ Ու տենց բնակվել ենք, սենց է մնացել ենք Նռնաձորում։ Մեր գյուղը իրար հետ շատ լավ ենք, եթե մի ընտանիքի պես ապրում ենք, դե մի քանի ընտանիք է էլի տենց, որ հավաքես սաղին իրար մի լավ մեծ ընտանիք է էլի։ 38 տնտեսություն ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը խոստովանում է, տարիների պատմություն ունեցող խնդիրները շատ են։ Առաջին ու կարևոր հիմնահարցերից է անբարեկարգ ճանապարհը, որն արդեն լուծման փուլում է։ Լայնածավալ շինարարության մեկնարկը տրված է։ Երկրորդը ոչ պակաս ջրի խնդիրն է, ամառվա շոկերին ջուրը խմելու ջրի մասին է խոսքը, ամառվա շոկերին ջուրը կտրվում է, ունենում ենք ջրի խնդիր, քարիզներով խնդիրը մի կերպ ծերին ենք հասցնում, բայց սակավաջրությունը իրանն անում է։ Մեծ խնդիր ունենք ջրի, լուծումներ էլ ունենք, տեղ ունենք, որտեղ հնարավոր է արտիզան խփել, ընդերքը ուսումնասիրված է, ջուր ունենք այդտեղ, մնում է տենց ծախսարվի դրա համար։ Ոռոգման ջրի խնդիր այս պահին չունենք, Կարմիր խաչի նվիրաբերած պոմպերով այս պահին կատարվում է ոռոգումը, Մեղրու գետ ինքնահոսամակարգն էլ այս պահին գործում է, բայց էլի այնտեղ ունենք հիմնական պոմպեր, իսկ դրանց փոխարինողները շատ մաշված հին վիճակում են։ Ցանկալի կլիներ, որ այլընտրանքը լիներ նոր պոմպեր, մեկի փչանալու դեպքում մյուսը գոնե կարողանար տեղը լրացնել։ Նռնաձորի միջնակարգ դպրոցում 12 աշակերտ է սովորում։ Համայնքային ու մարզային բոլոր միջոցառումներին փորձում են ներգրավել։ Միայն թե հաստատությունը մարզադահլիճ չունի, բայց ուսուցչական անձնակազմը ժամանակավոր լուծում է տվել հարցին։ Շենքային պայմանները վատ չեն, բայց մենք ունենք խնդիր, այս դպրոցը, որ կառուցվել է, մարզադահլիճ չի ունեցել։ Հարմարեցնում ենք, քանի որ աշակերտներն էլ շատ չեն, առավելագույնը 4 աշակերտ, մենք կարողանում ենք հանդիսությունների դահլիճը հարմարեցնել եւ օգտագործել որպես մարզադահլիճ, բայց չգիտեմ, երևի հեռանկարային պլանների մեջ կառաջարկենք նաեւ, որ մարզադահլիճ լինի, գուցե ավելացումներ լինեն, պրոյեկտի փոփոխություն լինի, գից ինչ որ կառուցեն, հուսով ենք, որ լավ կլինի։ 7 առարկա դպրոցում դասավանդվում է հեռավար ձևաչափով։ 8 ուսուցիչ էլ Մեղրի եւ Ագարակ համայնքներից է գալիս։ Հեշտ չէ ամեն օր կտրել այդ դժվար ու քարքարոտ ճանապարհը, բայց դա մեր առաքելությունն է, սիրով ենք գալիս, նշում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը։ Եթե մենք չգանք մեր սահմանապահ այս գյուղը, կարող է երեխաները գնան ուրիշ դպրոց, Մեղրի գնան Ագարակ եւ բնական է, որ ընտանիքներ ներկալքեն գյուղը։ Փաստորեն մենք, որ գալիս ենք հասնում, կտրում ենք այս երկար ու դժվարին ճանապարհը, առաքելություն ենք կատարում եւ դա մեզ ոգևորում է, ոգեշնչում է։
Չնայած գյուղում առկա մի շարք խնդիրներին, այստեղ ակտիվ շինարարություն է ընթանում։ Սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 25 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որի համար ներդրվել է մոտ 100 միլիոն դրամ։ Կառավարության հաստատած սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոն դրամի շրջանակում տուն կառուցելու ծրագրից էլ օգտվում է 10 նռնաձորցի երիտասարդ ընտանիք։ Այս պայն մանկապարտեզի շինարարությունն է ընթանում, սուբվենցիոն ծրագիրը համայնք կառավարություն։ Հույսով ենք կավարտեն այս տարի, մի քիչ ուշացումներով, բայց կավարտեն։ Մյուս ծրագրերից 16 միլիոնի բնականոն շինության ծրագիրն է, գյուղում ունենք 10 շահառու, 6 տունը պատերը շարված տանիքը դրված է, 4 տունն էլ ֆունդամենտի մակարդակում են, բայց շինարարությունը ընթացքի մեջ է, գործը անում է։ Ամենամեծ նախաձեռնություններից մեկն էլ Նռնաձորի գյուղատնտեսական կոոպերատիվի ստեղծումն է։ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ եւ միջազգային կազմակերպությունների օգնությամբ այն արդեն 1 տարի է գործում է։ Ունենք 5 հեկտար վերականգնած այգի, ունենք 5 հեկտար նորատունկ այգի, արդեն կատլավանը փորած 3600 խորանարդ մետր ծավալով մեմբրանային բասեին, արևային համակարգ, ենթակայան, կատիլային ցանց, մեծ պրոյեկտ է, ինքը իրանից ներկայացնում կոոպերատիվը, շատ մեծ պրոյեկտ է ու հաջողության դեպքում կոոպերատիվի մասին դեռ շատ են լսելու, դա միանշանակ այդպես է։ Բնակավայրի վարչական ղեկավար Արա Ազիզյանը երազում է մի գյուղի մասին, որտեղից ոչ թե կհեռանան, այլ կգան եւ բնակություն կհաստատեն։ Այդ ժամանակ Նռնաձորը լիարժեք կյանքով կապրի։ Լինի բարեկարգ, ասֆալտապատ, չգիտեմ, իր կոյուղիով, մանկապարտեզ, դպրոց, խաղահրապարակ մնացած ինչ ենթադրում է իրանից նորմալ ապրելու պայմանները։ Երազանքը միանշանակ դա է, որ մի օր այս գյուղը ներքևից մտնողը այս վիճակը չտեսնի։ Արարատի մարզի պարեկները ապրիլի 23-ի գիշերը Սայաթնովա գյուղից համայնքային ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել Opel Magnish-ի մի ավտոմեքենա, որի սրահում եւ բեռնախցիկում կար մեծ քանակությամբ պողի։ Պարզվել է, որ Opel-ի բեռնախցիկում եւ սրահում առկա 168 շիշ կեղծողին շշալցրել է 41-ամյա վարորդը եւ գիշերը 39-ամյա եղբոր հետ դրանք տեղափոխում էր ազգականի տուն վաճառելու նպատակով։ Ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով Opel-ի 41-ամյա վարորդը եւ 39-ամյա եղբայրը ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության հատկանիշներով։ Իրավապահների հետագա գործողություններով պարզվել է նաև, որ 41-ամյա տղամարդը Պալահովիտ գյուղում եւ Երևանի Ավան վարչական շրջանում իր կողմից օգտագործվող ավտոտնակներում ունի տարբեր տեսակի օղու-շշեր, խցաններ եւ տարաներ, իսկ իր բնակության վայրում արդեն շշալցված 160 կեղծողի։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։